Ողջույն Tribune հարթակի եթերում կարճ միացում հաղորդաշարն է, շարունակում ենք վերլուծել եւ շաբաթվա կարևորագույն եւ հանրությանը հուզող իրադարձությունները։ Այսօր մեր հյուրն է ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ողջույն, շնորհակալ եմ մեզ նկարելու համար, պարոն Աբրահամյան։ Փաշինյանն ու Ալիևը մարդկային եղբայրության, չեմ կարող առանց սարկազմի ասել, մարդկային եղբայրության Զայեդ մրցանակ են ստացել պատվավոր Աբու Դաբիում, այն ֆոնին, երբ Բաքվում արդեն հայտարարեցին կոնկրետ դատավճիռ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու առհասարակ մեր ռազմագերիների հանդեպ ու անգամ խոսակցություններ են պտտվում, որ Ալիևը դիտավորյալ է հատուկ հենց մեկ օր անց, եթե չեմ սխալվում, մեկ օր անց թե երկու օր անց հայտարարվեց ՑՄԱ դատապարտյալների ժամկետն ու հաջորդ ժամկետների մասին, կրկին մեզ ցավեցնելու ու ստորացնելու համար։ Բայց մրցանակաբաշխությունը նաև ստանում են ինչ-որ պսևդո խաղաղության համար, որը իրականում գոյություն չունի, պարոն Աբրահամյան, մի բանի համար, որ չկա ու խաբկանքի համար ենք ստանում, այսինքն չեղած բանի համար։ Ձեր գնահատականները լսել եմ, բայց եկեք մի անգամ էլ հասկանանք, շատ կոշտ գնահատականներ եք տալիս Բաքվում պահվող հայ պատանների դատավճիռներին, բայց որպես ընդդիմության ներկայացուցիչ, որպես ընդդիմադիր պատգամավոր, ինչ կոնկրետ քայլ եք նախաձեռնել այս գործընթացը միջազգային հարթակ գոնե տեղափոխելու համար այս պահի դրությամբ։ Այս թեման ունի երկու հարթություն, առաջինը զգայականն է, էմոցիոնալն է, եւ երկրորդը փաստական։ Զգայական մասը առաջին հերթին կապված է զուգահեռ երկու իրականության մասին, մրցանակաբաշխություն եւ դատավճիռ, եւ այդ եղբայրության գործոնը, որը նաեւ մտցվում է երկու երկրների իշխանությունների հարաբերությունները, որտեղ բնականաբար դա երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների փաստ, որքան որ ցանկություն լինի, դրանք տասնամյակներով որևէ կերպ չեն կարող դրսևորվել։ Գիտեք ինչն է ավելի շատ հանրությանը զայրացնում, անգամ որ գիտեք այն ինչ որ մեզ հետ եղել է դեռ նորը, դե թարմ է։ Մինչև հիմա կան զոհեր, որոնց աճուները մինչև հիմա դեռևս երաբալուրում չէ, այլ սեփավայրերում չեն, եւ այս իրավիճակում, երբ որ փորձում են արձանագրում բերել եղբայրության, որոնք արտահայտվում են երկու երկրների ղեկավարների մակարդակներում, որ հուզումնալից խոսքեր են հնչում, գիտեք, դրանք ակնհայտորեն այսօրվա իրականություն չեն արտացոլում։ Ադրբեջանի նախագահի համար դա նորմալ է, ինքը հասել է իր նպատակների առավելագույնին, հաղթանակի ապահովել նաև ի հաշիվ հայաստանյան իշխանությունների վարվող քաղաքականությանը եւ քաղաքական դիվանագիտական ռազմի դաշտում ունի առավելություն բանակցային գործընթացում վերևից է թելադրողի դիրքերից է եւ այլն։ Իսկ Հայաստանի իշխանությունն է փորձում ցույց տալ, որ մեր հետ որևէ բան տեղի չունեցել եւ տեղի process-ները բացառապես քաղաքական պրագմատիկ տիրույթում են, բնականաբար դա մեր իրողությունները չի անպատասխանում։ Երկրորդ հանգամանքի վերաբերում է կոնկրետ դատավարությանը, կա մի process, որը կարծում այսօր հանրության համար որոշակի առումով ընկալում արդեն իսկ ունի, որ սա բացառապես կոնկրետ մարդկանց, կոնկրետ հայերի նկատմամբ միայն դատավարություն չէ կամ վճիռ չէ, որովհետև նրանց միջոցով թիրախավորում էր հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը եւ որքան էլ Հայաստանի իշխանությունը այդ հուզմունքի, ուրախության եւ կեղծ խաղաղության ծիրուն փորձում է խոսել process-ի ավարտի մասին, Հայաստանի դեմ կարվել է գործ, որովհետև այդ դատավճիռների հիմքում այսպես կոչված Հայաստանի հանցագործ քաղաքականությունն է եւ ցեղասպան քաղաքականությունը, որը Ադրբեջանում ճակերտավոր իրավական փաթեթներում որպես արձանագրում կա եւ ցանկացած պահի կարող է թարմացվել եւ տարբեր միջազգային հայտարարներում օգտագործել Հայաստանի դեմ։ Հաշվառելով որ process-ը քաղաքական է եղել, հանգուցալուծումն էլ է քաղաքական լինելու եւ այս պարագայում գալիս եմ սա երրորդ ձեր հարցադրմանը, թե որն է ընդդիմության, ես այդտեղ կավելացնեի առասարակ հասարակության դերը, հասարակական ակտիվ շերտերի դերը։ Մենք այս 2.5 տարի ընթացքում խնդիր ենք դրել առնվազն թեման բերելու ոչ միայն առավելագույնս հանրայնացման դաշտ, այլ նաև միջազգային տարբեր կառույցներում շրջանառելու,
այդ ներքին դաշտում դրանք արտահայտվել են ոչ միայն տարբեր հայտարարություններով, այլ տարբեր բողոքի ակցիաներով, հարաբակներով, որպեսզի դա դառնա հայաստանյան իրականությունը որպես քաղաքական օրակարգի հարց, առանց որի երբևէ այս թեմայում տեղաշարժ չի լինի։ Եվ երկրորդը դրանք միջազգային կառույցներն են եւ այն երկրները, որոնք դերակատարներ են եւ մեր տարածաշրջանում ունեն որոշակի ազդեցություն, եւ այս ընթացքում հնարավոր է եղել առանց իշխանության մասնակցությամբ հասնելու տարբեր երկրներում ինչպես բանաձևերի ընդունմանը, այնպես էլ տարբեր զեկույցներում դրա դրսևորմանը, տարբեր երկրներ սրա հետ կապված հայտարարություններ են անում, ոնց է այս կառուցում է տարբեր դիվանագետների հետ հանդիպումներով, տարբեր միջազգային կառույցներում այս թեման բարձրաձայնելով եւ այլն, եւ այսօր առնվազն կարելի է արձանագրել, որ թեման ունի որոշակի օրակարգ, բխում է միջազգային նաև որոշակի առաջնահերթություններից եւ նաև դրա հետևանքն է, որ որոշակի պարբերականությամբ նաև մարդիկ են հայրենադարձում, երկու շաբաթ առաջ 4 հայերի վերադարձը, որքան իշխանությունը փորձեց գծվել, իրան առաջին պլան բերել, շուտ տարբեր գործիչներ գնացին իշխանական փորձ ցույց տան, որ իրանք դեր ունեն, բայց այս 2.5 տարիների ընթացքում լրիվ այլ մարդիկ էին փողոցում պայքարում հենց այդ իրավունքների վերականգնման համար, այլ մարդիկ էին բարձրաձայնում, այլ մարդիկ էին դրանք օրակարգ բերում, բայց դա արդեն երկրորդական է, կարևոր է այդ մարդիկ վերադարձել են եւ մենք պետք է հույս ունենանք, որ նաեւ ինչ-որ ժամանակահատվածում հնարավոր կլինի ապահովել մյուսների վերադարձը։ Լավ, բայց պարոն Աբրահամյան, դուք ինքներդ էլ հետևում եք Ալիևի պարբերաբար արվող հայտարարություններին ու հասկանում եք, ես ինչու հենց այդ հարցով սկսեցի, որովհետև նրա համար կոնկրետ այս պահի դրությամբ եւ կոնկրետ հայտարարում է բառացի, որ միջազգային կառույցներ, միջազգային օրենք, միջազգային առհասարակ ոչինչ հիմա գոյություն չունի, գործում է միայն ուժի կանոնը ու ուժի օրենքը։ Ու տեսնում եք, որ իրենց ասած խաղաղության, այսպես ասած ֆոնին, որ իբրև մենք 6 ամիս խաղաղության մեջ ենք ապրում Հայաստանի հետ, դա Փաշինյանն էլ այսպես նկարագրեց, որ աննկարագրելի ինչ որ մի երևույթ է, անպատկերացնելի երևույթ է կոնկրետ իր բառերով, բայց մյուս կողմից տեսնում եք ինչ զորաբարություններ է անցկացնում Ադրբեջանը, ինչ հաճախականությամբ է, ինչպես է զինվում, ինչ զինանոց ունի հիմա ու ինչ ենք անում մենք մեր հույսը դնում ենք միայն միջազգային կառույցների վրա, որը Ադրբեջանը ոչ թե շրջանցում է, այլ կոպիտ ասած ներողություն թքած ունի առհասարակ չի ճանաչում եւ ընկալում ոչ մի միջազգային կառույց։ Այդ դեպքում լավ, մենք շատ լավ հասկանում ենք, որ այս դատավարությունները, ինչպես ասում եք, Հայաստանի դեմ են ուղղված, այնպես էլ կարող են իրավական գործիք դառնալ։ Այդ դեպքում ոնց կարող ենք, ասենք, ընդդիմությունը այդ հարցում ինչ որ պատասխանատվություն իր վրա վերցնում է, ինչ որ անելիք բացի այն բոլոր ընթացակարգերը, որ դուք արել եք։ Հիմա ինչ որ ավելի, ոնց ասեմ, ագրեսիվ կամ կորս միջոցներ կան, առհասարակ, որ կարող եք դուք անել կամ ձեռնարկել, բացի հայտարարություններն ու այսպես ասած կոչերը։ Տեսեք, այդ թվում նաև բողոքի դրսևորումները փողոցում։ Մեկ բան է, որ իր քաղաքացիների կամ իր հայրենակիցների ազատության կամ իրավունքների վերականգնման համար պայքարում է պետությունը, դեռև այլ բան է, երբ որ դրա համար պայքարում են առանձին խմբեր, այդ թվում ընդդիմադիր, որովհետև պետական ինստիտուցիոնալ հնարավորությունները տարբեր երկրների հետ հարաբերություններում, տարբեր միջազգային կառույցներում ունեն լրիվ այլ հնարավորություն եւ այստեղ մեծարումը որքան էլ ընդդիմությունը փորձի գեր ջանքեր գործադրելու, մեկ է պետության ինստիտուցիոնալ հնարավորությունները լրիվ այլ մակարդակի վրա են։ Ես մի հատ օրինակ եմ ձեզ ուզում բերել, որը շատ ավելի հատկանշական է եւ նաեւ այս իրողությունների մասին է։ Վերջերս առիթ ունեցա Շվեյցարիայի դեսպան հետ հանդիպելու։ Շվեյցարիան այն երկրներից է, որտեղ խորհրդանի երկու պալատները բանաձև են ընդունել արցախցիների հետ կապված, բայց այդ process-ը կանգնել էր։ Եվ թեև վերջերս նաև շվեյցարացիների խորհրդարանականների այցել եղավ, կան ակտիվ բավականին գործիչներ, որոնք խոսում են ոչ միայն արցախցիների Արցախ հավաքական վերադարձի, այլ նաև արցախցիների ինքնորոշման իրավունքի պաշտպանության դիրքերից։ Շվեյցարացի դիվանագետը զրույցի ժամանակ ասում է, գիտեք, մենք այդ process-ում ասում է ռեկոմենդացիա չենք տվել առաջ տանելու, որովհետև Հայաստանի կառավարությունը համարում է, որ դա
Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգից չի բխում։ Գիտեք, սա զարհուրելի իրավիճակ է երկու տեսանկյունից, նախ երբ որ սկսում ես հասկանալ, որ Հայաստանում կա իշխանություն, որը թքած ունի ոչ միայն իրավունքների վերականգնման համար, այլ մարդկային պայքարի, հաջողությունների, հաղթանակների, որոնք իրենք ուղղակի ուղարկեցին պատմություն եւ Հայաստանի համար բացեցին մի էջ, որը ավելի շատ գլխիկորության, պարտության եւ հանձնողականության մասին էր։ Մյուս տեսանկյունից, գիտեք, իմ խոսքում դա արտահայտված էր, ես ասում եմ, ինչպես կարող են 150,000 մարդու խախտված իրավունքներ ասեք լավ դնում ենք մի կողմ, հասկանանք թե երկրորդ, երրորդ պետությունը երետ ինչ հարաբերություններ են կարգավորում։ Վերջիվերջո Արցախյան խնդիրը դա մարդու ճակատագրի, սեփական ճակատագիրը տնօրենու մասին էր եւ ինքնորոշման իրավունքի գործընթացը դա Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտից դուրս զուգահեռ գնացող հարթությունում էր, անկախ նրանից, որ Հայաստանը տեղ ուներ անվտանգության երաշխավորի դերը եւ այլն եւ այլն։ Բայց նաեւ միջազգային հանրության մոտեցումները ելնում են այն քաղաքական իրողություններից, որ Հայաստանի իշխանությունը, որը միջև վերջերս հանդես եկել որպես արցախցիների անվտանգության երաշխավոր, համոզում է կամ հորդորում է տարբեր պետություններին այդ թեմայով ակտիվություն չդրսևորել եւ սա այն խոսուն փաստն է մեր իրականության, ինչը գոյություն ունի եւ ինչի մասին այդքան երկար խոսվել է։ Պարոն Աբրահամյան, դուք ասում եք ձեր խոսքը ցիտեմ, որ գործ է կարվում Հայաստանի դեմ, ու էլի եք ասել, բազմիցս դա կրկնել եք, այդ գործ կարվել արտահայտությունը։ Հիմա այս դատավճիռները ձեր գնահատմամբ դեռ չավարտված պատերազմի շարունակությունն են, թե ինչ որ նոր փուլ ենք մտել ուրիշ ճակատամարտ է հիմա, որում էլի մենք պարտվում ենք, անկեղծ ասած։ Ադրբեջանը, թեև սա հասկանալու են քաղաքական process է, բայց փորձել է իրավական ձևակերպումներ գտնել Հայաստանի Հանրապետությանը վերագրելու ցեղասպանություն, վերագրելու ռազմական հանցագործություն։ Դրանք միջազգային իրավունքում ամենածանր դիտվող հանցագործություններն են, որոնք վերագրված են պետությանը։ Այսինքն այդ գործով որպես այդ գործի ինչ որ մասնակիցները արհեստականորեն բերել են եւ այլ մարդկանց են սրանում մասնակից դարձրել, բայց ինքնին թեման մեղադրանքը վերաբերում է կոնկրետ պետությանը, հասկանում եք։ Այսինքն նույնիսկ եթե վաղը ինչ որ հրաշքով տարբեր փուլերում մարդիկ հայրենադարձվեն, այդ թեման մնում է, ինքը այսինքն իրավական ինքը վճիռ է ստացել Ադրբեջանի օրենսդրությամբ, հասկանում եք։ Ու ինքը եթե պետք լինի կօգտագործի դա 1 տարի հետո, 3 տարի հետո, 5 տարի հետո, միգուցե չօգտագործի, բայց բանակցային գործընթացում հիշեցնի, որ ինքը այդ ձևի փաթեթ ունի պատրաստի եւ ցանկացած պահի կարող է իջեցվել Հայաստանի գլխին։ Անկախ այն հանգամանքից թե ով է այդ ժամանակ Հայաստանում իշխանություն։ Այսինքն մի կողմից գնում է բանակցային գործընթաց, մի կողմից կադրեր են, որ հասարակություն տեսնում է, որ եղբայրության մրցանակներ են, տարբեր երկրների ղեկավարներ գալիս են եւ խոսում են խաղաղության կամ հաջողության մասին, բայց իրական հարթությունում ականներ են, որոնք Հայաստանի Հանրապետության շուրջը եւ ներսում շարվում են եւ դրանք ցանկացած պահի կարող են պայթեցվել։ Սա է գլխավոր խնդիրը, որը կա, եթե խոսենք ավելի կոնցեպտուալ առումով, եւ այս պարոնիկները, որոնք այսօր շարվում են մեր շուրջ, դրանք տասնամյակներով մեզ հետապնդելու են։ Լավ, բայց եթե Ադրբեջանին, ինչպես դուք նշեցիք, Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես ցեղասպան, որպես ռազմական հանցագործ, սա միջազգային իրավունքի լեզվով արդեն ագրեսիայի հիմնավորում չէ, ըստ այսինքն Հայաստանը փաստացի կանգնած է նոր ռազմական սցենարի առաջ, այո թե ոչ։ 1 տարի առաջ ադրբեջանցիներին չէին ասում էին, եթե հիմնավորվի այս մեղադրանքները, որը այսօր արդեն դատավճիռը դեսք ունեն, սա մեզ լեգիտիմ առիթ է տալիս Հայաստանի դեմ ռազմական գործողությունները։ Այսինքն ասում են, եթե ապացուցի, որ Հայաստանը մեր դեմ ցեղասպանություն իրականացվի եւ դա իրավական ձևակերպում ստանա, հիմա պարզ է, չէ՞։ Լեգիտիմ իրավունք ունի։ Այո, հիմա պարզ է, չէ՞, որ 2 շաբաթ հետո կռիվ չի սկսելու, բայց Ադրբեջանը սա դրել է իր դիվանագիտական զինանոցում եւ ինչ-որ պահի կամ շանտաժ է ենթարկելու կամ ըստ անհրաժեշտության օգտագործելու այդ դրսևորումներով։ Վերջերս այս
արևմտամետ քաղաքական գործիչներից մեկի մի գրառում կարդացի, որ ասում է, եթե նկատի ունեմ ինչի համար եմ սա ուզում մեջ բերել ռազմական գործողության հետ կապված դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում, որ եթե Ամերիկան քո ընկերն է, Ադրբեջանը առհասարակ ռիսկ չանի կամ չի ռմբակոծի քո տարածքը, դուք ինչ եք կարծում դրա մասին։ Ընկերների թեմայով էլի, դա պսևդո կարող է շատ պրիմիտիվ հնչի, եթե շատ արծարծած հայտնի միտք ասենք, որ այդ միջազգային հարաբերություններում մշտական բարեկամներ չկան կամ մշտական շահեր, բայց նույնիսկ այլ քաղաքականության մեջ։ Հիմա նայենք աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք շատ դեպքերում պատերազմի ձևով են դրսևորվում, ինչ-որ ձևերում կա ագրեսիվ տարբեր դրսևորումներ, բայց պատերազմի չի ասել։ Հիմա գիտեք, Ռուսաստանն ու Ուկրաինան 20 տարի առաջ թշնամիներ են եղել։ Եղբայրներ են, նույն Միացյալ գենոֆոնդի։ Միացյալ Նահանգները մտել է Աֆղանստան, հետո մի օր դուրս է, չէ, եկել։ Սիրիայում կոնկրետ կան խմբավորումներ, որոնց Միացյալ Նահանգները աջակցում էր։ Հիմա նույնիսկ այդ խմբավորումները ունեին ինքնավարության կարգավիճակ, բայց ժամանակը փոխվեց, քաղաքական իրավիճակի փոփոխություն եղավ, Միացյալ Նահանգները լրիվ այլ հաշվարկների հիման վրա լրիվ այլ դասավորություն թելադրեց։ Հասկանեք, ուզում ասեմ, իրողությունները, որոնք անդադ փոփոխության են ենթարկվում, եւ խնդիրը հենց դա է։ Իշխանությունը փորձում է այսօրվա իրավիճակը որպես ապագա ներկայացնել, բայց խնդիրը այն է, որ այն ինչ որ մենք ունենք այսօր կամ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, դրանք 2-3 տարի հետո լրիվ կարող են այլ դրսևորումներ ունենալ, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքը հաշվի առնելով եւ մասնավորապես այս իրավիճակում Ադրբեջանի թելադրող վարքագիծը, բնականաբար ցանկացած ցնցում, ցանկացած իրադրային փոփոխություն Հայաստանի Հանրապետության դեմ է աշխատելու։ Լավ, ինչ եք կարծում, այս շեշտեցիք, որ իշխանությունները սենց որոշեցին, որ իրանք են պատանների վերադարձի հարցով սենց մեծ լումա ունեցել, այսինքն ես տողատակում հասկանում եմ, որ ընդդիմությունը շատ քայլեր է արել, շատ բաներ է արել առանց բարձրաձայնելու, այնուամենայնիվ հանրության շրջանում այդպիսի կարծիք կա, ու ավելի շատ արդեն երևի ընդդիմադիր հանրության նկատի ունեմ, ոչ քաղաքական դաշտի, որ ընտրությունների նախաշեմին էլի 1-2 անգամ արդեն ցմահ դատապարտյալներից կարող են վերադարձ էլի այդ PR ակցիայի շրջանակում ինչ է կարծում էլի նախատեսվում այդպիսի բան։ Մարդկային առումով բոլորիս ցանկություն է, որ տարբեր իրավիճակում մարդիկ վերադառնան։ Մյուս կողմից ակնհայտ է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը հրապարակային իրենց աջակցություն ու սատարումը արտահայտում են։ Մի քանի շաբաթ առաջ Թուրքիայի արտգործնախարարն էր խոսում, Ադրբեջանից են անթակույց խոսում։ Ձևակերպումները մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, հիմնականում որն է, որ իրենց համար նպաստավոր է Հայաստանի այս իշխանությունն ու այս դիրքավորումը եւ բնականաբար ստատուս քվոյի փոփոխությունը իրենց շահերից չի բխում։ Սա նշանակում է, որ միջև ընտրական շրջափուլ, որին 4 ամիս ժամանակ է մնացել, Ադրբեջանն եւ Թուրքիան, ընդ որում ես չեմ ասում, որ իրար հետ զանգելով, Հայաստանի իշխանության հետ պայմանավորվելով, անդադ կարտ բլանշ են տալու Հայաստանի այս իշխանությանը։ Մեկը սահմանը կբացի որոշ սահմանափակումներով, մյուսը գազ կամ ցորեն իր տարածքով կօգտագործի, կուղարկի եւ այլն, ամեն ինչ կանեն, որովհետեւ իրենց համար առավելագույնս բարենպաստ դաշտ է ձևավորվել իրենց օրակարգը թելադրելու եւ այդ օրակարգը իրացնելու համար։ Այլ բան է թե հասարակությունը եղած ինֆորմացիոն արագընթաց պատոկի մեջ ինչպես կգնահատի իրավիճակը եւ ինչպես կշարժվի։ Սա ոչ սովորական ու բավականին բարդ իրավիճակ է, որը մեկը թող չասի, որ կան քայլեր, որոնք շատ པարզ են, մի քայլան է, որ կարելի անել եւ արդյունք ապահովել, բայց բնականաբար այն դերակատարները, ովքեր դաշտում են, ովքեր հասկանում են իրադրության վտանգավոր զարգացումները, պետք է առավելագույնս գործեն պետությունը այս турբուլենտ զոնայից դուրս բերելու համար։ Իդեպ, երբ որ մենք խոսում ենք գեյների հետ կապված դիտարկումը, որ հնչեց, ես էլ եմ ուզում ասեմ, ստե խնդիրը այն չէ, որ մենք կամ ես կամ մեր քաղաքական ուժը փորձում ենք մեր կողմ բերենք, բայց սկսած 44-օրյա պատերազմ դրան հաջորդած ժամանակահատված, երբ որ իշխանությունը գլուխ էր գովում, որ Արցախը Ադրբեջանի կազմում էր ճանաչում, երբ որ 23 թվականին Արցախի դեմ հարձակման ժամանակ
Փաշինյանն ասում էր, որ մենք այս թեման չենք խառնվել, ասի մեր թեման չի, բան սուտ իրանց հումանիտար հարցեր են հետաքրում եւ այլն։ Մարդիկ էին այդ ժամանակ այդ ակցիաների ցույցերի ժամանակ գնում կալանավայրեր, իշխանությունը մաքսիմալ մարդկանց ազատությունից զրկում էր, քաղաքական առումով Հայաստանին փակուղի էր մտցնում, դաշտում կային ուժեր, քաղաքական, ակտիվ հասարակական, որոնք պայքարում էին, կռիվ էին տալիս, բանտեր էին գնում, ովքեր միջազգային տարբեր կառույցներում թեման էին բարձրաձայնում, միջազգայնացնում, եւ բնականաբար այս տեսանկյունից կան բաներ, որոնք եղել են, դրանք փաստ են եւ մրցակցություն չլինելու համատեքստում եմ ասում, այստեղ իշխանությունը, որի քաղաքականության հետևանքն է այդ մարդկանց Բաքվի բանտերում հայտնվելը կամ բռնագաղթը ինչ է տեղի ունեցել Արցախում, չի կարող անել 1-2 քայլ, համարի որ ինքը այս թեմայի կրողն է եւ առաջամարտիկն է, որովհետեւ այդ մարդկանց այդ զրկանքները հենց իրենց քաղաքականության հետևանքն է, այո։ Պարոն Աբրահամյան, մեր արդարադատության նախարարը Հայաստանի լավ մեր չասեմ։ Ամփոփիչ ասուլիս տվեց 25 թվականի։ Մի քանի կետեր այսպես ուղղակի արագ անցնենք ու հարցս ասեմ։ Դե առաջինը Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ինչպես էլի ասել էր, Սահմանադրության տեքստը ակնկալում է վերջնականացնել արդեն մարտ ամսին կամ առաջիկա կիսամյակի ընթացքում 44 օրյա պատերազմում Բաքվի կողմից կրվող սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ այնտեղ են իրենց պատիժը շարունակելու կրել։ Սահմանադրական խորհուրդը դեռ չի քննարկել անկախության հռչակագրին ու եկեղեցուն առնչվող դրույթների փոփոխության հարցերը։ Վերջին 5 տարվա կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվը ավելին է, քան կալանավորների թիվը։ Կառավարության առաջնահերթ խնդիրներից է Հայաստանի բոլոր դատավարական գործընթացների ամբողջական թվայնացումը։ Այս էներ ինչ որ ես քաղել եմ առհասարակ, բայց Սահմանադրության մասին առաջինը դա է հետաքրքիր, որովհետև չեք կարծում, որ եթե չլիներ մի կողմ ենք դնում անկախության հռչակագիրը եւ այն ցավոտ ու էմոցիոնալ էլի պահը, որ մենք ունենք, չեք կարծում, եթե չլիներ այս սահմանադրությունը, Փաշինյանը ոչ միայն չէր ունենա երկրի ղեկավար դառնալու հնարավորություն, այլև անգամ տեսականորեն ղեկավար լինելու դեպքում էլ չէր կարող կրկին առաջադրվել, բայց մենք հիմա տեսնում ենք, որ քանի որ նախորդ սահմանադրությունն արգելում էր, հիմա տեսնում ենք, որ նա գնում է արդեն 3-րդ ժամկետի ու ոնց հասկանում ենք իսկապես հասնելու այդ 3-րդ ժամկետին։ Նախ սկսեմ մեկ այլ հարցադրումից։ Ես ուզում եմ իմ ցանկությունն է, որպեսզի արդարադատության նախարարին եւ մյուս պաշտոնյաներին դատեն այն նույն դատավորները, որոնք այսօր դատում են քաղբանտարկյալներին։ Դա կլինի երևի այդ արդար մոտեցումը։ Բնականաբար Փաշինյանի կառավարություն գտնվող անձը այլ բան չէր կարող ասել, բայց փաստերն ու իրողությունները այլ բան են փաստում։ Սկսած մեդիա ներկայացուցիչներից, քաղաքական գործիչներից, հասարակական ակտիվ դեմքերից, հոգևորականներից բարձրացան այսօր բանտերում են եւ չկա մի ողջամիտ մարդ ոչ ներսում, ոչ նաև դրսում այն դերակատարներից կամ այն կառույցներից, որոնք հետևում են, որոնք այս իրավիճակը կարող են նայել այն դիտանկյունից, որում արդարադատության նախարարը անհաջող փորձեր է անում դա այդպես ներկայացնելու։ Ինչ վերաբերում է սահմանությանը, սահմանության սահմանափակումները նախորդ սահմանությանը վերաբերում էին նախագահի վերընտրությանը եւ դրանք համատելու չեն խորհրդանական համակարգի եւ այս դեպքում նաեւ վարչապետի պաշտոնին եվրոպական մեծ թվով երկրներ կան, որտեղ խորհրդանական երկիր են, տարբեր վարչապետներ 2, 3, 4 անգամ վերընտրվել են եւ չի ասի, որ մեր գլխավոր խնդիրը տեղ է։ Եթե մենք այս բանը լինենք նախագահական երկիր էլ կառավարման առումով եւ Նիկոլ Փաշինյանը օգտագործեր այս ռեպրեսիոն ապարատը, ունենար դրսի այն աննախադեպ ֆինանսական եւ քաղաքական աջակցությունը եւ նաեւ որոշակի առումով կուրությունը, որ այսօր կա եւ դրսեւորվում է, ինչ տարբերություն նախագահական ընտրություններ կլներ, թե խորհրդարանական ընտրություններ կլներ, եթե այդ ամենի զուգահեռ կար նաև վարչական ռեսուրս, կար ընտրություններում կեղծիքների ինստիտուտ եւ այլն եւ այլն։ Այսինքն ես թեման այդ դաշտում չի քննարկի, իմ համար թեման ակտուալ է այլ տեսանկյունից, թե առասարակ մեր երկրում անդիմադիր իրական անդիմադիր ուժերը
ինչ ջանքեր պետք է գործադրեն հանրության լայն շերտերի համար անկարելի դառնալու եւ յուրաքանչյուրը իր նիշայում արդյունավետ գործելու համար։ Որն է շատ ժամանակ մեր խնդիրը, երբ որ կան նայում ենք 3, 4 կամ միգուցե 5 անդիմադիր ուժեր, այդ նույն անդիմադիր ուժերը աշխատում են նույն զանգվածի վրա։ 30-35 անում են նույն քայլերը։ Այսինքն եթե նույն համամասնությամբ է տեղի ունենում ընտրությունը, հիմա ինչ տարբերություն, եթե այս մի ուժը 15 պատգամավոր չունեցավ 10 ունեցավ կամ հակառակը, եթե վերջնարդյունքը այն է, որ ընդդիմությունը ունենում է 35% ձայն կամ մի քիչ ավել կամ պակաս լինի, բայց որևէ խնդիր չի լուծում, այսինքն կարևոր է որ քաղաքական դաշտում լինեն մասնակիցներ, որոնք կարողանան չեզոք զանգվածի վրա աշխատել, չեզոք զանգվածը մեր երկրում ամենամեծն է, 40%-ից ավելի է, ինչը եւ հնարավորություն կտա իշխանություն ընդդիմություն մրցակցության կամ հակամարտության մեջ կարողանալ առավելագույնը ապահովել եւ այս առումով խնդիր լուծել։ Մնացած բոլոր տարբերակները կամ այն ինչ որ ներկայացնում է արտադրության նախարարը, գիտեք, չեմ կարծում թե առանձնատուկ հատ դրանց դիտարկելու մեկնաբանելու բաներ կա, կարծում եմ հիմնականներին Ես պարզապես ընդգծեցի, որ դուք հասկանաք ինչ ունեք մեկնաբանելու, դրանց վերաբերյալ մեկնաբանեք։ Կարևոր հարցերից մեկը մոռացա, ներողություն, որը վերաբերում է սահմանության փոփոխությանը։ Շատ ակնհայտ է, որ սահմանության փոփոխությունը Ադրբեջանից թելադրված էր, դրա մասին իրենք են խոսում։ Ինչ վերահսկողություն եք կարողանալու սահմանել այդ պահին, որպես վերահսկողությունը, տեսեք, երկու խնդիր կա։ Նախ ընդդիմությունը, ոչ միայն ընդդիմությունը, հասարակության այն հատվածը, որը գիտակցում է դրա վտանգավորությունը, պետք է կարողանա հանրությանը մատչելի ներկայացնելու իրողությունը, թե իրականում սա ինչ է բերելու Հայաստանի Հանրապետությանը եւ ինչ է նշանակում։ Եվ երկրորդ մասը դա վերահսկողությունն է հանրակրվեի գործընթացի, հանձնաժողովներ ու նաեւ միջև քվեարկություն դեղ ունեցող process-ներ, որտեղ իշխանությունը փորձում է գլխավոր հարցերն այդտեղ լուծելու, այս կամ այն ձև մանիպուլացնելու, կամ մարդկանց որոշակի հարցեր սակարկման առարկա դարձնելու համար, սա տեխնիկական եւ որոշակի նաեւ քաղաքական մարտավարական հարց է։ Վերջում եկեք անդրադառնանք ամեն դեպքում եկեղեցու դեմ տարվող անհասկանալի ու զազրելի գործողություններին ու առհասարակ պարոն Աբրամյան, եթե իշխանությունը մշտապես փորձում է ճնշել մայրաթոռը, տեսնում ենք ձախողվում է, պարբերաբար իրականում ձախողվում է, ինչ դիրքորոշում պետք է ունենա, էլի եմ նշում, էլի ասել եք, բայց մի հատ էլ հասկանանք, ինչ ավելի ակտիվ դիրքորոշում պետք է ունենա ընդդիմությունը հասարակության գոնե ու եկեղեցու շահերի պաշտպանության համար, ինչ կոնկրետ քայլեր, ես ամեն անգամ միշտ բերում եմ, ուզում եմ հասնեմ կոնկրետ քայլեր եք առաջարկում, որ իշխանությունը հետ կանգնի, գոնե չվնասի այդ ինստիտուտին, որ այդ արմատականն էլ ժողովրդի մեջ այդ մի հաստափությունն չլինի։ Գլխավոր հարցը, որը ըստ տեսանկյունից դրական դինամիկայի վրա արտահայտված է այն է, որ մեր հասարակության ճնշող մեծամասնության վերաբերմունքը հայ-առաքելական եկեղեցու նկատմամբ եւ հենց կաթողիկոսի նկատմամբ բավականին բարձր է։ Բարձր նաև այն բարձրության հոգևորականների մասով, ովքեր այս պահին կալանավայրում են, սկսած Արագածոտնի թեմի առաջնորդից, Տավուշի թեմի առաջնորդից, Շիրակի թեմի առաջնորդից, Արշակ Սրբազանից, դիվանագետն է, որը մայրաթոռ է։ Եվ բնականաբար ստեղծված իրավիճակում իշխանության բերած այլ ընտրանք, որը արտահայտված է տիրադավների կարգավիճակով, հանրության համար լրացուցիչ հնարավորություն է դարձել իրենց ընտրությունը ճիշտ ամրապնդելու տեսանկյունից, նկատի ունեմ ընտրությունը հայ-առաքելական եկեղեցու, որովհետև երբ որ իշխանությունը գալիս է Կճոյանին փորձում է ներկայացնել որպես օրինակելի ու փորձելով ցույց տալ, որ պայմանական Շիրակի թեմի առաջնորդը կանոնավոր հարաբերություններ կարող է խախտացնել, բնականաբար այս իշխանության տված ընտրությունը շատ ավելի է ամրապնդել մեր հասարակության վստահությունը եւ այն համոզում առայն, որ հայ-առաքելական եկեղեցու սատարումը այստեղ պարզապես այլանդրանք չունի։ Ես համոզված եմ, որ իշխանությունը հունիս-հուլիս ամիսներին, դեռևս 25 թվականի փորձում էր կայծակնային մարտավարությամբ խնդիրը լուծել եւ միգուցե նրանց ինչ-որ խմբեր համոզել էին, որ դա հնարավոր էր, բայց դա չստացվեց։
Ձգվեց եւ որքան իշխանությունը այս process-ի մեջ շարունակականություն է փորձում ապահովել, այնքան դա ցույց է տալիս իրենց փաստական սնանկությունը եւ դա նաեւ ուղիղ հարված է իրենց հեղինակությանը, որովհետեւ հայ-առաքելական եկեղեցուն այն ինստիտուտն էր, որը իր հետ նաեւ ոչ միայն բերել է այն պատմությունից խորքից եկող այդ մեր ինքնության, մշակույթի, հայապահպանության հետ կապված բազմաթիվ այդ առաջնահերթությունները, այլ ինքը ինստիտուտ է, որի նկատմամբ ավանդական է եղել այդ հասարակության վստահությունը եւ իշխանությունների համար, ցանկացած իշխանության համար հակառակ իրողությունը հանրային քաղաքական դաշտում որպես իրողություն ներկայացնելը պարզապես ձախողվելու էր եւ սա ձախողվել է։ Անդիմության դերը տարբեր փուլերում այս վերջին 6 ամիսների ընթացքում ակտիվ փուլում ինքը արտահայտված է եղել, ինչպես հասարակության մի մեծ հատված, այնպես էլ անդիմադիր մեծ թվով ուժեր իրենց հավատարմությունը արտահայտել են տարբեր հանգրվանային փուլում եկեղեցու աջակցման դիրքերից հանդես գալով, փողոցում լինելով, նաև եկեղեցում լինելով, ես դեկտեմբերի 18 թե 19-ի իրադարձությունը կարծում եմ հանգրվանային էր, երբ որ իշխանությունը փորձում էր ապահովել իր գործընթացի հաջողությունը, սակայն մարդկանց մեծ ներկայությունը, այդ թվում նաև ընդդիմադիր տարբեր դերակատարների եւ գործիչների պարզապես ոչ միայն տապալեց, այլ լրիվ հակառակ իրողություն ստեղծեց իշխանության համար։ Այդ տիրադավ եղած նախքին կամ գործող հոգևորականների այդ գազելներով բերելու այդ բավականին այդ տխրահարճակ դեմքերի ուղեկցությունը եւ այլն, գիտեք, հասարակությանը մատուցեցին այն իրական փաստերը, որոնք կային, ընդ որում ամոթանք տվողները, նրանց հասցեին իրականությունն ասողները ոչ քաղաքական գործիչներ էին, ոչ ակտիվ դեմքեր էին, նրանք սովորական քաղաքացիներ էին, որոնք այս կամ այն քաղաքական իրադարձությունների ժամանակ որևէ ձևով կարող են իրենց խոսքը չասել, չերևալ, նկատելի չլինել, բայց այս փուլում, այսպիսի իրավիճակներում ելան մեկը պատարակների ակտիվ մասնակցությամբ, մեկը եկեղեցու կողքին կանգնելու, մեկը դատական process-ներին տարբեր հոգևորականների աջակցելու, այսինքն յուրաքանչյուրի մասով իր վերաբերմունքն ու դիրքորոշումը արտահայտվեց եւ դա էր, որ պարտության եւ անհաջողության շղթա ապահովեց այս իշխանությանը։ Դուք նշում եք, որ հասարակությունը սատարում է մայրաթորին, բայց ես էլ եմ ուզում կոնկրետ հասկանալ ընդդիմությունը այդ process-ը հասարակության կարողանում է այդ աջակցությունը քաղաքական ազդեցության վերածել եւ արդյոք ըստ ձեզ ժողովուրդը սկսում է արդեն վստահել ինչ-որ առումով այդ պահերին գոնե ընդդիմությանը, թե էլի այդպես էմոցիոնալ այդ ֆոնով գնում է իր եկեղեցին պաշտպանելու։ Հավատավոր մարդու համար իհարկե կարևոր է հասկանալ, թե քաղաքական դաշտում ով ինչպես է իրեն դրսևորում, ով է հայ-առաքելական եկեղեցու իրական հետևորդն ու պաշտպանը եւ դա ինչպես է ապահովում, որովհետեւ կարող են լինել հայտարարություններ, որտեղ մեր քաղաքացին չտեսնի անկեղծություն։ Անկեղծությունը ինչպես է արտահայտվում, մարդ ինչպես է դա զգում, հավատավոր մարդիկ, ովքեր ամեն կիրակի մասնակցում են պատարակների կամ գրեթե ամեն կիրակի մասնակցում են, տարբեր հոգևոր տարբեր միջոցառումների ժամանակ մասնակցում են, այցեւի մարդիկ իրենք շատ ավելի հեշտ են կարողանում մարդկանց ճանաչել կեղծերին, բարեպաշտներին, հավատավորին, անկեղծներին եւ կեղծավորներին եւ այլն։ Եվ ինչու՞ չէ, դա կարող դառնա նաեւ ինչ-որ առումով քաղաքական նաեւ ազդեցություն ունեցող process, բայց այս տեսանկյունից ես միգուցե կասեմ մի բան, որը կուսակցական գործիչը չի ասի, այստեղ խնդիրը իմ համար ոչ թե ազդեցությունը կամ քաղաքական կապիտալն է, այստեղ իրականում մեր խնդիրը ազգային է եւ այդ ազգային տեսանկյունից այս պահին հանգուցալուծումն է իմ համար կարևոր։ Ինձ պետք չէ, որ իմ քաղաքական ուժին կամ ինձ որևէ չափով քաղաքական շահաբաժին հասնի, իմ համար կարևոր է, որպեսզի եկեղեցին մնա այնպես, ինչպես եղել է, եւ ավելին ասեմ, այս հալածանքներն ու այս հարձակումները նրան շատ ավելի
ամուր դարձնեն, որովհետև այն ովքեր ֆիլտրվեցին գնացին, դրանց ճանապարհն է, մաքրագործությունն է դա նաև որոշակի առումով եւ ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական գործիչ կամ միավոր, որ այս թեմայում իր ներգրավվածությունը ապահովում է, ոչ թե պետք է առաջնորդվի նեղ կուսակցական շահերից ելնելով, այլ եկեղեցու ազգայինի մեր ինքնության հետ կապված այն բոլոր հոգևոր նաև առաջնահերթություններից, որը այսօր կա եւ պետք է ամեն գնով պաշտպանել։ Շնորհակալ շատ բան։ Շնորհակալություն։ Շարունակեք հետևել մեզ Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում շաբաթվա անցուդարձից առաջինը եւ մշտապես տեղյակ լինելու համար։ Կհանդիպենք։